Բարև ընկերներ, այսօր ես խոսալու եմ ռուս-հայկական հարաբերությունների երկրորդ մասը, հիմնականում 44 օրվա պատերազմը և դրանից հետո, և ինչքանով են ռուսները մեղավոր այս պատերազմի մեջ, պարտության մեջ և այլն, որ Հայաստանում խոսում են մասին։ Ուրեմն, նախ մի քանի բառ ես խոսամ Հայաստանում կատարված 2018 թվի հեղափոխության մասին։ Ըստ իմ ընկալումների և հիմա արդեն պարզվում է, որ ես ճիշտ էի, 2018 թվի հեղափոխությունը գունավոր հեղափոխությունների շարքից էր։ Իսկ ոչ մեկ գույն չկար, դրա համար ես անվանում եմ անգույն հեղափոխություն։ Օրինակ, Ուկրաինայում նարնջի հեղափոխություն էր, Վրաստանում վարդերի հեղափոխություն էր, Պարսկաստանում աշխատեցին կանանչ հեղափոխություն կատարել, որ չհաջողվեց, իսկ Հայաստանում գունավոր էր, բայց գույն չուներ։ Եվ ինչպես բոլոր գունավոր հեղափոխությունները հետ խորհրդական երկրներում ունեն մեկ հիմնական նպատակ՝ ռուսներին հանել այդ երկրից։ Եվ որովհետև այս հեղափոխությունը շատ կապ ունի 44 օրյա պատերազմի հետ։ Եթե ուրիշ մարդիկ լինեն, կարող է ուրիշ բան ստացվեր։ Իսկ նախ ես անդրադառնամ Ուկրաինային որպես օրինակ, որ ձեր համար պարզ լինի ինչի մասին եմ խոսում, երբ որ անցնում եմ Արցախում 44 օրվա պատերազմին։ Ուրեմն, Ուկրաինայում 2014 թվին եղավ հեղափոխություն և սկզբում Ռուսաստանը և Դոնբասը չէր ուզում ընդունել նոր կառավարությունը և Դոնբասի ժողովուրդը Լուհանսկ և Դոնեցկի ժողովուրդը իրանց անկախ հռչակեցին, բայց Ռուսաստանը չճանաչեց այդ անկախությունը 2014 թվին։ Բայց Ռուսաստանը որպես գարանտ մասնակցեց Մինսկի ժողովներին։ Մինսկի ժողովներում ուզում էին որոշեին, որ այս տարածքի ժողովրդին, այսինքն Դոնբասի ժողովրդին կամ երկու մասերը, որ ուզում էին բաժանվին, մնան Ուկրաինայի մեջ, բայց ունենան ինչ-որ ավտոնոմիա։ Մինսկի համաձայնագիրը կնքվեց Ֆրանսիան ու Գերմանիան դառան որպես գարանտ։ Եվ ռուսները արդեն սկզբից ռուս կռվողներ կային, որ կռվում էին Դոնբասում։ Նույնիսկ ասում էին, որ դա ռուսական բանակն է։ Բայց Ռուսաստանը չէր ճանաչում, որ իրաց բանակը կռվում է Դոնբասում, բայց ռուս կռվողներ այնտեղ կային, խորհրդատուներ կային, և այս ռուս կռվողները համարվում էին կամավորներ, չնայած որ իրանք Ռուսաստանի բանակի անդամներ էին, բայց բանակը չէր մասնակցում, սրանք մասնակցում էին որպես կամավորներ։ Իսկ 2022 թվին Ռուսաստանը ճանաչեց Դոնբասի անկախությունը և Դոնբասի ղեկավարների խնդրանքով Ռուսաստանի զորքերը մտան Դոնբաս ըստ ՄԱԿ-ի օրենքների։ Այսինքն դրանք եղել են անկախ պետություններ և անկախ պետությունները պայմանագիր են կրում Ռուսաստանի հետ և Ռուսաստանի խնդրում են, որ զորքերը մտցնի և իրանց պաշտպանի։ Ամեն ինչը ըստ ՄԱԿ-ի օրենքների։ Իսկ Դոնբասի անկախությունը ուրիշ երկրներ չեն ճանաչում, դա կարևոր էլ չի, որովհետև նույն բանը կատարվեց Քոսովոում։ Քոսովոում բոլոր աշխարհի երկրներ չճանաչեցին դրանց անկախությունը։ ՆԱՏՕ-ի երկրները ճանաչեցին և եղավ անկախ երկիր։ Եվ ՆԱՏՕ-ի զորքերը մտան ու դրա մասին չեմ խոսում։ Ուկրաինայի կռվին
այսօր էլ Ուկրաինայի կողմից կրվում են շատ օտար երկրացիներ, օրինակ Շվեդիայից խմբեր կան, որ կրվում են վրացիներ կան, անգլիացիներ կան, ամերիկացիներ կան եւ այլն եւ այլն եւ այլն։ Okay? Իսկ Ռուսաստանի կողմից կրվում են չեխեր, սերբեր, իսպանացիներ եւ նույնիսկ ամերիկացիներ։ Բայց այս կրվողները երկու կողմից էլ, եթե գերի ընկան Ժենևի կոնվենցիան, սրանց չի վերաբերվում։ Այսինքն սրանք չեն համարվում ռազմակերի, որովհետև սրանք Ուկրաինայի զինված ուժերի մաս չեն կազմում։ Սրանք կամավորներ են, որ մի մաս կրվում են Ուկրաինայի կողմ, մի մասն էլ կրվում են Ռուսաստանի կողմից։ Հիմա ասենք Արցախի մասին։ Ուրեմն Արցախը իրան հռչակեց անկախ հանրապետություն եւ Արցախի հանրապետությունը անկախ պետություն էր։ Ոչ ոք չճանաչեց Արցախի անկախությունը, նույնիսկ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը։ Ռուսաստանը ունի պայմանագիր Հայաստանի հետ։ Այսինքն Ռուսաստանը ոչ մի պարտականություն չուներ Արցախի հանդեպ։ Իսկ ես շատ եմ լսում ընկերներից կամ ծանոթներից, որ այդտեղ հայեր են ապրում, մեր ժողովուրդն է, մեր երկիրն է, 1000 տարի հայ են ապրել, ընկերներ, դրանք կապ չունի, այսօր գոյություն ունի համաշխարհային կանոններ։ Մենք այսօրվա օրոք ենք ապրում։ Ուրեմն Արցախը եթե պատերազմի մեջ կրվում է, որտեղ Ռուսաստան Հայաստանի հետ պայմանագիր ունի, չի նշանակում որ պետք է Արցախին էլ օգնի։ Օրինակ ստեղ մի հատ օրինակ բերեմ։ Օրինակ ես իմ ավտոն տանում եմ ապահովագրում եմ։ Իմ քեռու տղեն ավարիա է տալիս, եւ ես այդ ընկերությանն ասեմ, որ հա, քեռուս տղեն ավարիա է տվել, շատ լավ տղա է, իմ ամենամոտիկ աղբորս նման է, դուք պիտի իրա ծախսը տաք։ Չի ստացվում։ Ես իմ մեքենան ապահովագրված, ոչ թե իմ քեռու տղենը կամ մորքուրի տղենը։ Ռուսաստանի ու Արցախի հարաբերությունն էլ ընձես է։ Ռուսաստանը Հայաստանի հետ պայմանագիր ունի, ոչ թե Արցախի հետ։ Իսկ Ռուսաստանն Արցախին չի ճանաչում որպես անկախ պետություն։ Իսկ եթե Ռուսաստանի շահեր ունի Արցախում, դա Հայաստանի Հանրապետության հետ ոչ մի կապ չունի։ Տան իրանց հարցն է, ուրիշ հարցեր են։ Հետո մի բան, որ մենք չպետք է մոռանանք, Ռուսաստանը ազերիների հետ թշնամություն չունի։ Ռուսաստանը թե այսինքն բարեկամ երկիր է Հայաստանի հետ եւ թե Ադրբեջանի հետ։ Բայց Ռուսաստանը Հայաստանի հետ ունի ռազմական պայմանագիր։ Okay, այս էլ միշտ հիշենք։ 44 օրվա պատերազմը։ Ըստ ինձ նորից 44 օրվա պատերազմը նախագծված էր պարտվելու այսինքն մեծ կորուստներով պարտվելու եւ այդ պարտվելը եւ Արցախը կորցնելու դեպքում Հայաստանում զորուսականները Նիկոլի կառավարությունը պետք է օգտվեր այդ հակառուսականության հանգամանքից հակառուսական քարոզել եւ ռուսներին անել Հայաստանից, այսինքն ռուսական բազան անել Հայաստանից։ Եվ տեսնում եք, որ արդեն հակառուսականությունը Հայաստանում արդեն հասել է գագաթնակետին եւ շատ քիչ մարդ է, որ այսինքն հակառուս չի։ Նույնիսկ այն մարդիկ, որ ուզում են նորմալ մոտենան հարցերին, վախենում են։ Դրա համար են անցած ծրագրի սկզբում ասացի, որ ես ուզեմ հոսանքին հակառակ գնամ։ Ուրեմն 44 օրյա պատերազմը մի պատերազմ էր Արցախի եւ Ադրբեջանի մեջ, ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, Արցախի եւ Հայաստանի, բայց որովհետեւ Հայաստանը գարանտ էր կանգնել Արցախի ժողովրդին, ուրեմն Հայաստանը օգնեց, բայց ոչ բանակով։ Ուրեմն Հայաստանի բանակը չի մասնակցել 44 օրյա պատերազմին։
Դրա համար Նիկոլն ասավ, ով որ ինչ գլխարկ ունի, շոր ունի, բաղ քլունգ ինչ-որ ունի, վերցնե կամավորականի ձևով էթան Արցախ։ Ուրեմն, լրիվն երեխեք, որ կոտորվել են Արցախում կամ զոհվել են Արցախում, դրանք եղել են կամավորներ։ Հայաստանի քաղաքացիները եղել են կամավորներ, եւ այս զինվորները, որ այնտեղ կռվել են, եթե գերինքն են Ժենևի կոնվենցիան, սրանց չի վերաբերվում։ Ստենց որ Ուկրաինայի մասին ասեցի։ Այսինքն լրիվ են տղերք, որ հիմա գերեվարվել եւ նստել են Բաքվի բանտերում, իրանց Ժենևի կոնվենցիան չի վերաբերվում, որովհետեւ իրանք արդեն լինում են լեգո զինվորներ, որտեղ Հայաստանի բանակից չեն մասնակցի իրանց։ Չնայած Հայաստանի բանակում են ծառայել։ Սրանք երկու տարբեր հարցեր են։ Ես մի քիչ ուզեմ խոսամ բունկերում տեղի ունեցած իրադարձություններին, որ հետո անցնենք ժողովրդի խոսակցությանը, որ ինչ են ասում եւ ոնց կարելի է դրանց հասկանալ։ Ուրեմն բունկեր։ Ես աշխատել եմ, իսկ ես ինչու եմ այսքան վստահ խոսում, որտեղ մեծ կորպորացիաները եւ ընկերությունները կառավարվում են ճիշտ պետությունների նման։ Օրինակ մեր ընկերությունները, որ տելեկոմունիկացիոն եւ տեխնիկական ընկերություններ, եթե ինչ-որ խնդրեմ էր առաջանում, մեծ խնդրեմ, մենք մի հատ սենյակ ունեինք, որ կոչվում էր war room, պատերազմի սենյակ կամ բունկեր։ Ստեղ հավաքվում ենք, ամեն մարդ իրավունք չուներ կարեց սենյակը, շատ գաղտնիք էր, ճիշտ բունկերի նման, եւ ասենք եթե Mr. X-ը պիտի 10-20 րոպե գարեց սենյակում, 10-19 րոպե դուռը չէր բացվում։ Պիտի 20 լեր որ այդ մարդի դուռը բացվեր կարներս։ Եվ եթե ինքը 10 րոպե պետք է սենյակում լինի, 10 րոպեից հետո պետք է թողնի այդ սենյակը։ Պատահական մարդով որ անցնի այդ կողից կա կոֆե խմի, չայ խմի, դες բան չկար։ Այս մի հատ ընկերության մասին է, որ պատերազմի մեջ չի, այսինքն մեր պատերազմը տեխնիկական եւ էկոնոմիկական պատերազմ է։ Եվ մի հատ խնդիր էր մենք ուզում էինք լուծեինք, որ չպետք է տարածվեր։ Ուրեմն կատարվում էր այդ սենյակում։ Իսկ ինչ տեղի ունեցավ Ղարաբաղի բունկերում։ Տարբեր մարդիկ են հայտնվել այդտեղ։ Օրինակ, ինչ գործ ուներ Աննան, Պատրոն Դավոն, Մոսին եւ այլոք բունկերում։ Այն ժամանակ որ Բաբայանի ներկայությամբ, որ ինքը Բաբայանը Արցախի անվտանգության պատասխանատուն էր։ Նայեք, այս արդեն լիքը բարդակ։ Արցախի անվտանգության պատասխանատուն նստած է բունկերում, ով այդ կողից անցնում է, այդմա կոֆե խմելու, ասել Նիկոլն այդմա դուխ տալու, ես իմ տա մարդիկ են հայտնվում տեղ, որ իսկի չպետք է թողնին մոտ կային այդ բունկերին։ Ես ցույց ասացի, մեր ընկերության ներսը ամեն մարդ իրավունք չուներ կար այդտեղ։ Հիմա շեֆի աղջիկա, շեֆի տղայա, դա ոչ մի նշանակություն չուներ։ Օրինակ ով էր Պատրոն Դավոն, որ հայտնվել էր բունկերում։ Պատրոն Դավոյին ես նորից կանդրադառնամ։ 44 օրվա պատերազմի կոմիսիան կամ շովը։ Նայ կոմիսիայի անդամները մի շարք անգրագետ անմեղսունակ ապուշներ են նստած տեղ։ Կին ու մարդ։ Հետաքրքիր է, այս մարդիկ ոնց, այսինքն իրանք ոնց հարց չտվել, հազարավոր հարցեր կարող էին տային։ Օրինակ հենց Աննայի ներկայությունը, այս հարցը տվեցին, որ Աննան բունկերում ինչ էր անում։ Նիկոլն էլ նստած այդտեղ Մոլլա Նասրադինի հեքիաթ էր պատմում։ Նիկոլն ասում էր Մոսին էլ այդտեղ էր, հա։ Մենք չենք ասում Մոսինը տեղ չէր, Պատրոն Դավոնը տեղ էր, անծանոթ մարդիկ տեղ թափածին, Աննանը տեղ ինչ էր անում։ Հետո սկսում է հեքիաթ պատմել, չեմ անում այսինչ, անի վերջն չի պատասխանում։
Աննան ով էր, որ հայտնվեր բունկերում։ Նայ բունկերը կոմ չի, բունկերը կոֆե խմելու տեղ չի։ Աստեղից հայտնվում ա, որ այս պատերազմը սարքված է եղել եւ լուրջ պատերազմ չի եղել, այսինքն լուրջ մարդիկ լուրջ չեն մոտեցել իրանց աշխատանքին։ Իսկ պատրոն Դավոյի մասին մի քանի հարց։ Ով է պատրոն Դավոն։ Միթե դուք Ռուսաստանի հետ պայմանագիր չունեք զենք առնելու։ Պատրոն Դավոն մի հատ մարդ, ինչ գործ ունի ձեր զենքերի հետ, որ ինքը զենք առնի, զենք ծախի, զենք բերի, զենք տանի։ Ըստ ինչ է կատարվում այս երկրում։ Ըստ դոգի Վարդան Ղուկասյանի, որ իր քֆուրները դեն դրած, այսինքն մեկ կողմ դրած, ինքը շատ ինֆորմատիկ մարդ է, եւ ես հավատում եմ իրան, մինչև հիմա չի սխալվի իր ինֆորմացիաների մեջ։ Պատրոն Դավոն 1900 թվականի պուլեմյոտը, որ բենզինով աշխատում, առել է Հարավ Սլավիայից $3 միլիոն։ Ըստ մաքուր ստեղ գողություններու փող մսխելու սխեմայա։ Նույնիսկ ինքը Հորդանանից գնել է հին սովետական հոբ, շատ հին, որ բանի պետք չեն։ Նույնիսկ պատրոն Դավոն ըստ դոգի գնել է արկեր Ղազախստանից, որ ժամանակ անցել է, որ ահագին պրոբլեմ է սարքել ադրբեջանցիքի համար։ Արկը կրակում են թնդանոթով եւ արկը ինգլիմացած չի պայթում։ Հետագայում դա արդեն պրոբլեմ է։ Կարող է պայթի, երբ որ մի հատ տանկ վրնից անցնի, մի հատ մարդ անցնի եւ այլն եւ այլն։ Ուղղակի այս ծեվի դուք զենք եք առել, զենք եք գնում, իսկ այդնի չի ինչով եք զբաղված։ Իսկ Բաբայանը հարցազրույց էր տալիս, ասում էր, որ կամ զենք տվեք մենք կրվենք, ռուսներին էր ասում, կամ էլ մեկ մարդի պես դուրս կգանք Արցախից, այսինքն նոր սպառնում են ռուսներին։ Ընկեր Բաբայան, զենքը չեն տալիս, զենքը գնում են, դա մի քանի տարի առաջ պիտի պատվիրել։ Ռուսաստանը Amazon կամ AliExpress չի, որ երբ որ կռիվը ասկսում, ասեք հիմա զենք տվեք։ Ոչ, այդպես չի։ Վերջը որ զենքերը հանձնեցիք Արցախինը, $1.5 միլիարդ զենք եք հանձնել ռուսներին։ Զենքը տեղ եղել է։ Իսկ եթե դուք ուրիշ զենք եք ուզում, այդ պիտի պատվիրեք, դուք պիտի իմանաք ինչ զենք եք ուզում։ Իսկ այն զենքերն ով առել, ինչու են այդ զենքերը գնել։ Մեկը դարձնում է։ Դա ռուսների մեղքն է։ Ոչ, այն զենք որ դուք ուզեցել եք, փող եք տվել, իրանք էլ տվել են։ Հիմա դուք զենքերից փող եք ուտում, ես իմ տոկոս եք առնում, այսինչ եկան, դա ռուսների մեղքը չի։ Մի հատ ուրիշ ընկերներից ասում էր, որ ռուսները եթե ուզենային զենք կտային, նայեք ընկերներ, նորից ասեմ, Ռուսաստանը շտապօգնություն չի։ Եվ այս բանով մի հատ Ալիևը մի շաբաթ կամ 10 օր պատերազմից սկսվելուց հետո զարմանում էր, որ հայերի արկերը չեն վերջացել։ Այսինքն իրանք հաշիվ ունեն ինչքան արկ ունեք։ Եվ իրանք կասկածում են, որ ռուսներն արդեն զենք են մատակարարում Արցախին։ Եվ ռուսներն արել են այդ գործը։ Պարսկաստանի միջոցով նախ սկզբնական շրջանում իրանք ավտոներով են բերել, իսկ հետո որ Ադրբեջանի ժողովուրդը ավտոների առաջ Ադրբեջանի Ալիևի հրահանգով դուրս են եկել այդ ավտոների առաջ, ինք օթանավով Կասպից ծովի վրնով թռնում են, գալիս են Պարսկաստանի ներսով արկերը բերում են Հայաստան։ Ռուսներն արել են այդ։ Արցախի պատերազմին օդը բաց է եղել 100%-ով։ Այսինքն մի հատ հնդկական ընկերություն էր, որ անալիզ էր անում, որ երկրորդ օրվանից պատերազմին ես տեսել եմ այդ անալիզները, որ իրանց անալիզը վերցնում էին Ադրբեջանը, բոլոր իրանց ռմբակոծումներն ինչ վրանում են տնում են վեբիներսը, սարսափելի վիճակ էր։ Բաց երկինք։ Նույնիսկ մատը ծուխ ստեղծելու ավտոների չունին, որ բաները ծուխով լսնի, որ բայրակտարն իրան չտեսներ։ Իսկ անցած անգամ ես ասեցի խրամատների վիճակը։
որ բաց կարմիր արևի տակ տղերք շարժվում են, ընդեղ էլ որ եթե մի հոգի, երկու հոգի կա ռումբը չեն գցում, եթե 10 հոգի կա ռումբը գցում է որ 10 հոգի սպանի։ Սարսափելի վիճակ էր։ Էդ էլ ռուսների մեղքն է։ 30 տարի դուք ժամանակ եք ունեցել։ Okay, փող չունեք կատարելագործված զենք առնեք։ Այդ խրամատներքի կարող եք սարքեիք։ Երրորդ հարցը կամ ինչ որ հաջորդ հարցը ինչու նավթատար եւ գազատարներ չխոցվեցին։ Եթե դուք ասում եք ռակետ չունենք, ռակետ ունեիք։ Ռակետներ կրակեցիք Գանջայի վրա։ Ինչու գազատար նավթատարներ չխփեցիք, որ Ադրբեջանի եկամուտի աղբյուրներն էր։ Իսկ հետո Արման Բաբաջանյանը ասավ, որ մենք խոսք էինք տվել, որ սրանց վրա չկրակեինք։ Արման Բաբաջանյանին կանչեցիք այդ կոմիտե, ով է խոսք տվել, ինչու է խոսք տվել, ինչի դիմաց է խոսք տվել։ Դու կարող ես խոստալ, ես չեմ բանանում։ Օրինակ Ուկրաինայում որ զենք են տալիս, Ուկրաինայից ուզում են որ զենքեր չպետք է կրակվեն Ռուսաստանի տերիտորիայի ներսը։ Okay, այդ կարող են անել։ Բայց ով է խոսք տվել եւ ինչի դիմաց։ Օրինակ դու կարող եք խոսք տայիք, որ մենք նավթատարներին չենք կրակելու, գազատարներին չենք կրակելու, եթե Ադրբեջանը քաղաքների վրա չկրակի, եթե այսինչ չանի, եթե այնինչ չանի։ Եվ բանից պարզվում է, որ մենակ այս մեծ դեպքը չի, ով իր գլխու խոսքը տվի, ինչ անեն, ինչ չանեն։ Այսինքն բարդակ, բարի, բուն իմաստով բարդակ է եղել։ Լրիվ պատերազմ։ Հետո Արտուր Խաչիկյանը, որ շատ լավ անալիտիկեր է, շատ խելոք մարդ է, ինքը անգամներ կրկնել է։ Ռուսներն իրանց լավ չպահեցին։ Ես չեմ հասկանում, այսինքն ինչ, ռուսները կային հայերի տեղը կրվեին։ Ոնց պիտի լավ պահեին իրանց։ Այսինքն Ղարաբաղի համար ռուսները կային կրվեին։ Ես եք ասում, մի հատ երկրի դիմաց Ադրբեջանինը, որ իրանք ոչ մի պրոբլեմ չունեն իրանց հետ եւ թշնամի չեն։ Ասենք այն մարդիկ էլ ինչ կարքին անալիզ են անում, մեկ բաներ են ասում, որ մարդու զարմանք տանում է։ Հաջորդը, ինչու Ռուսաստանը զենք վաճառեց ազարիներին, այսինքն Ռուսաստան մեր հետ ռազմական պայմանագիր ունի, բայց ազարիներին զենք է ծախում։ Ընկերներ, տենց չի։ Հայաստանին զենքը վաճառել էժանքներով։ Դուք ասում եք զենքերը լավ չեն էլի, լավ զենքեր ուզենայիք։ Իսկ տարածաշրջանում զենքի համար շուկա գոյություն ունի։ Ասենք 10 միլիարդ դոլարի զենքի շուկա է այդտեղ։ Հայաստանը եթե 10 միլիարդ դոլարի զենք առնի, կարող է այն ժամանակ պայման դնի Ռուսաստանին, որ Ռուսաստան Ադրբեջանի զենք չծախի։ Այսինքն դուք չեք կարող իրակա դրացան առնեք եւ Ռուսաստանը ոչ մի զենք չծախի արևան երկրներին։ Այս բանը օրինակ հասարակ էկոնոմիկայի մեջ էլ անում են, ասենք Գլենդելում կամ ես եմ Երևանում մի հոգի ուզում է հեծանիվ ծախի, այդ չինական ընկերության հետ խոսում է, ասում է ես հեծանիվ եմ ուզում քեզնից առնեմ, որ ծախեմ Գլենդելում ասենք, բայց դու չպետք է ուրիշ մարտի այս ապրանքը ծախես, որ ինքը շուկան վերցնի։ Չինաստանն ասում է շատ բարի, Գլենդելում տարին ասենք 20,000 հեծանիվի շուկա ունի։ Դու մինիմում եթե 20,000 մեզնից հեծանիվ առնես, մենք ուրիշի չենք տա։ Տեն չէ որ դու մատ հեծանիվ առնես, ասես մնացածն էլ իրավունք չունեն առնեն։ Ուրեմն այս ապուշ խոսակցությունը, որ խոսում են ինչու Ռուսաստանը զենք է ծախում, ինչու Բելարուսը զենք է ծախում, դուք առեք։ Այստեղ զենքի շուկա է, մարդը իր զենքն ուզում է ծախի։ Եվ զենքի տեսակների մասին, մինչև այսօր էլ ինձ պատրաստ չի 400 որ առել եք, որ կռվի համար եք առել։
Ղարաբաղի կռվին չի կարող օգտվել, որտեղ Ղարաբաղի կռվին Հայաստանի զինված ուժերը չեն մասնակցել, օֆիցիալ չեն մասնակցել Ղարաբաղի պատերազմին։ Իսկ հետո, որ ասում եք, ասենք դրա մասին հետո կխոսանք, կամ էլ կարող է 480 առել եք, որ Թուրքիայի հետ պատերազմի մեջ օգտվեք։ Ինչի համար եք առել, որ կռվի համար։ Որ ասում են ռակետներն էլ չեն ծախի, չեն տվի։ Ոնց կարող ես դու օթանավանես Նիկոլն էլ նստա ներսը սելֆիանը, որ ինչ։ Այսքան միլիարդ դոլարի միլիոն դոլար փող եք տվել առել եք, որ ինչ անեք այս զենքերի հետ։ Իսկ զենքի տեսակների մասին խոսանք։ Զենքի տեսակներ Ռուսաստանը չի որոշում։ Ռուսաստանը ունի արսենալ զենքի, բռնած ասեղից մինչև ռակետներ, որ կարող է եթան մինչև լուսին։ Դուք պիտի որոշեք ինչ ձև զենք է ձեզ պետք։ Օրինակ, Ղազայի դեպքերը։ Ղազայի ժողովուրդ եթե փող էլ ունենային, թանկ առնին, հելիկոպտեր առնին, օդանավ առնին, պետք էր իրանց։ Ոչ։ Առաջի օրը դրանք խփվելու են Իսրայելի կողից։ Իսկ Ղազան ինչ արավ։ Գետնի տակ փորեցին, թունելներ սարքեցին։ Թունելից դուրս գալիս մատ RPG-ով, թանկը խփում է մտնում է թունելի ծակի մեջ, այն մեծ ծակով է դուրս գալիս։ Այսինքն զենքի տեսակ իրանք RPG պետք ունեն, ուրիշ ոչ մի բան։ Կատալակորդված զենք պետք չունեն, այսինքն այդ կռվի համար այդ զենքն է պետք։ Նույնիսկ Իսրայելի բանակը այդ կռվի համար սարքած չի։ Դրա համար իրանք մնացել են մեջը։ Այդ էլ զենքի տեսակների մասին։ Այսինքն դու զենքը պետք է գիտենաս ինչ կռվի համար ես ուզում եւ ինչ ես ուզում անես այդ զենքի հետ։ Մենակ այդ չի որ փող ունենաս այդս առնես լսնես ամբարներդ։ Հետո էլ Ալիև որ ցույց տվեց ահագին հարյուրավոր կամ հազարավոր իգլա հակաօթանավային ստինգերի նման զենքեր էր, որ ռուսական դրանք շատ լավ զենքեր են։ Ստինգերի մակարդակին զենքեր են։ Թափ թազա տփի մեջ հստես թողել եք եւ նահանջել եք։ Աշխարհի ոչ մի տեղը մի հատ զորք որ նահանջում է իր զորքը, իր զենքերը չի թողնում, իր զենքերը պայթացնում են։ Նույնիսկ ջուղերն են տալիս կրակ։ Ուրեմն այստեղ ցույց է տալիս, որ մաքուր սարկած պատերազմ է եղել։ Իմ համար կասկած չկա, որ այս պատերազմը պիտի Ղարաբաղը պարտվեր, մեկնել կցին Ռուսաստանի վիզը, որ հետո այնենց անի, որ հակառուսական ալիքը Հայաստանում բարձրացնեին, որ ռուսների բազան Հայաստանից հանեին։ Թուրքերի ուզեցածը։ Մի քանի բառ խաղաղապահների մասին։ Ընկերներ, խաղաղապահը վրա ասմիկ եկել է Արցախ, խաղաղապահը կռվող չի, պաշտպանող չի, ոչ մեծ բաների մասին չի, դրա համար էլ ասում են խաղաղապահ։ Այսինքն խաղաղապահին երկու կողմ ընդունում են, եթե ինչ-որ դեպքեր է պատահում, որ պատահական իրար վրա կրակում են, խաղաղապահները գալիս են եւ հարցը լուծում են։ Եթե կարողանան։ Օրինակ, Իսրայելի եւ Լիբանանի սահմանին 2006 թվականից ՄԱԿ-ի խաղաղապահներ են կանգնած։ Այս Ղազայի դեպքերին կարողացան Իսրայելի առաջը բռնել կամ Հեզբոլլային որ իրար վրա չկրակեն ոչ։ Իրաց մանդատի մեջ չի մտնում այդ։ Իսկ այն ժամանակ ինչ դեռ կռիվ չեր սկսի, եթե այս կողից մեկը կրակում են, կողին մեկին սպանում է, այդում են, խոսում են իրար, որ այդ դեպքը նորից չկրկնվի։ Խաղաղապահն այդքան բան է։ Օրինակ Հարավսլավիայում խաղաղապահներ կային, ահագին մարդ սպանեցին, որ կարծեմ Հոլանդիայի խաղաղապահներն էին կանգնած, ոչի չկարողացան անեն, Ռուանդայի դեպքերը 800,000 մարդ վիզ կտրեցին, ոչի չկարողացան անեն, սրանք էլ ռուսական խաղաղապահ չեն, սրանք ՄԱԿ-ի խաղաղապահներին որ կանգնած են այնտեղ։ Ուրեմն խաղաղապահ դրա համար չի որ հայերին պաշտպաներ, ոչ, 2000 հոգի թեթև զենքերով չեն կարող հայերին պաշտպանել։ Ուղղակի իրանց այդտեղ լինելը
Ադրբեջանին զսպում էր, որ հարցակվեր կամ քաղաքներ ռմբակոծեր, այսինքն պատվի հարցը, որ կամ էլ վախենում էր Ռուսաստանից, որ մտես գործանի։ Նույնիսկ այդ խաղապաներից մի քանիսին ադրբեջանցիք սպանեցին նույնիսկ։ Այդ ինցիդենտ էր։ Եվ այսօր լուրերից լսեցի, որ արդեն խաղապաններ թողնում են Արցախը, այսինքն այդ բանը, որ Բաբայանը վախցնում էր կամ զենք կտա կամ կթողնենք կտանք, հա, թողեցիք դուս եկաք Եվրոպայի հրամանով, Եվրոպայի խորհուրդներով։ Հիմա ռուսներ թողնում են այդ մեն, հետո պատերազմից հետո նորից եմ կրկնում, Հայաստանի բանակը չի մասնակցել պատերազմին։ Բոլոր Հայաստանի զինվորները, որ զոհվել են եւ գերի են ընկնել, սրանք եղել են կամավորներ։ Պատերազմից հետո Գորիսկապան ճանապարհը հանձնվեց ազարիներին։ Մի օքին Նիկոլից հարցնի, որ քարտեզով ես հանձնի։ Ինչ քարտեզով, ուրեմն դու գիտես ինչ քարտեզով էր։ Այս տարածքները ընկնում է Ադրբեջանի հողերի մեջ։ Իսկ տարբեր մարդիկ կան, ասում են, որ այդ անհնարին էր, որ Հայաստանը ճանապարհ սարքեր Ադրբեջանի տերիտորիայի մեջ։ Ես մանրամասներ չգիտեմ, բայց ինչ քարտեզով։ Եթե դու գիտես, որ այստեղը Ադրբեջանի հող է եւ հանձնում ես հիմնական քո ճանապարհը Պարսկաստանի հետ, որ քարտեզով ես հանձնում։ Որ տարվա քարտեզով, որ համար քարտեզով։ Հիմա էլ հյուսիսում ասում են 4 հատ գյուղեր Ադրբեջանինն են, որ քարտեզով, ըստ նույն քարտեզն է, թե ուրիշ քարտեզ է, էլ ինչ կա, որ Ադրբեջանինն է, որ դեռ չեք ասել, հիմա դուք, որ հապկից ու Ռուսաստանից ուզում ես ձեր սահմանները պաշտպանեն, էլ ինչ կա, ըստեղ թաքնված, որ ռուսներին չեք ասել, որ դուք կարծում եք Ադրբեջանինն է, Ինչ փաստով եք ասում, որ Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածք։ Հարց է, չէ՞։ Հայաստանը պիտի ներկայացնի իր քարտեզը, այն քարտեզը, որ ինքը կարծում է դա Հայաստան է։ Սահմանների ճշտման համար։ Պետք է հանձնի Ռուսաստանին եւ հապկին։ Այս քարտեզները պարտադիր չի, որ Ադրբեջանը ընդունում է։ Նույնիսկ եթե դուք հանձնում եք Ռուսաստանին, դա պարտադիր չի, որ Ադրբեջանն ընդունում է։ Հիմա Սև լիճա, ես իմ տարբեր տեղեր, որ Ադրբեջանը դուք ասում եք ներս ամտել, վստահ եք այդ Հայաստանի տարածքա։ Իսկ եթե Հայաստանի տարածքա որ քարտեզով։ Եվ այդ Հայաստանի քարտեզը, որ դուք ասում եք Ադրբեջանը ներս ամտել ձեր տարածքը, 4 գյուղերը եւ Գորիսկապան ճանապարհը մտնում այդ քարտեզի մեջ, թե չի մտնում։ Ուրեմն այդ տեսնում եք ինչ կեղտի մեջ եք տնկված։ Մի անվորակ պետություն գործի գլոխը նախկիններն էլ այդքան բանի պետք չէին։ Այս անվորակ պետությունն իսկի հայտնի չի ինչ անում։ Հիմա դուք ռուսներից պահանջում եք կասեմ պաշտպանեն կան ձեր համար կռիվ տան եւ դուք չգիտեք ձեր սահմանը որտեղ է։ Օր Նիկոլն ասում է, այս գյուղերն էլ պիտի տանք, այն գյուղերն էլ պիտի տանք։ Իսկ եթե Ռուսաստանն ուզեներ կռիվ տեր Ադրբեջանի հետ, որ այդ գյուղերը հայերին Ադրբեջանինը չի, պատկերացնում եք ինչ է կատարվում։ Իսկ Ադրբեջանի ասում են, որ ադրբեջանցի գրավել են հայկական հողերը, այսինքն պատերազմ են հայտարարել, չէ՞։ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, եթե ձեր տերիտորիայի մեջ է, դա հարձակում ալու։ Ուրեմն այստեղ արտագարկ ռազմական դրություն չի հայտարարվել, Երևանում տժժում են, քաֆեկի մեջ կեֆ են անում, պարում են, երգում են, կոնցերտ են տալիս, սահմանները չեն փակվել, զորակոչում տեղի չի ունեցել, հայկական զորքերը չեն սարքվել դեպի սահման, հետո Հայաստանը պահանջում է Ռուսաստանից ու հապկից, ասում է համեցեք, արեք կռվեք մեր տեղը։ Լուրջ եք դուք, լուրջ ժողովուրդ եք։ Դե բոլորը ծաղրածուներ եք։ Պետությունով ու ժողովուրդով։ Վերջը ես կարող եմ ասեմ, պարզա ձեզ ինչ կեղտի մեջ եք հայտնվել։
եթե այս բոլորը նախապես ծրագրված չի եղել։ Եթե բոլորը նախագծված է, շատ սիրուն ձևին Նիկոլը արդեն քշում առաջ Արցախ հանձնեցին եւ շարունակում են իրանց ճանապարհը, որ ես կարծում եմ նա ծրագրված ծրագիրը, որ Նիկոլը եւ իր խումբը բանգաբուտիլկեկ ասել այկը կատարում են եւ ոչ մի խնդրեմ ես այդտեղ չեմ տեսնում։ Իսկ Ռուսաստանն ինչ մեղք ունի այդտեղ։ Այս ամեն բաներ որ բացացի մետեղ դուք Ռուսաստանի մեղքը տեսնում եք։ Ես չեմ տեսնում։ Դուք պետք է որոշեք։ Մենակ ռուսները չեն որ ձեզ չեն հասկանում։ Նանսի Փալոսին եկավ, չհասկացավ դուք ինչ եք ուզում։ Ջամբոլտոնն եկավ, չհասկացավ ինչ եք ուզում։ Ոչ ոք չի հասկանում դուք ինչ եք ուզում, ինչ եք անում։ Ժամանակն է լրջանալ։ Այսօր էսքանը ընկերներ, հաջողություն ձեզ։